Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուզում ենք տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Ոստիկանական մեքենաներ անհանգիստ այսօր կողմ գնացող մարդիկ են Հանրապետական բժշկական կենտրոնի բակում։ Աբելյանի արյունահեղությունից հետո հրազենային վնասվածքով 7 մարդ հենց այս բժշկական կենտրոն է տեղափոխվել։ 45-ամյա մի տղամարդ մահացել է։ Ներքին գործերի նախարարություն։ այն պահին, որ Հայաստանի Հանրապետությունում, այս չկառավարվող պետությունում ինչ որ տենց օրը ցերեկով արդեն ոչ թե ինչ որ հերավոր վայրերում, այլ քաղաքի կենտրոնում իրար կոտորում են, կոտորած է տեղի ունենում, կրակում են իրար վրա, դանակահարում, բան։ Այդ պահին, երբ որ մենք իրար ենք կոտորում, հայերը հայերին, ինչա տեղի ունենում, խնդրեմ։ Նայեք։ Պայմաններում ադրբեջանցիներ են եկել։ Եվս անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել Ամասիա։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք հավանաբար ռուսերենով խոսում հայ բարեկների հետ։ Մյուս տեսանյութում էլ ադրբեջանցի տղամարդը դիմում է իր Նախ ուզում եմ արձագանքել, դեռևս անհայտ պայմաններում, պատկերացնում եք, դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ, իրենց մեքենայով բանով եկել են։ Սիրելի լրագրողը ասում է դեռևս անհայտ պայմաններում, եղբայր անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել։ Դրա մասին 1000 անգամ խոսել ենք, 1000 անգամ կանխատեսել ենք, որ գալու են։ Եվ մարդիկ մտածում են, արա դե լավ մի ուրճացրեք, աղբորպես թողեք, ապրենք, թողեք, հանգիստ ապրենք, արա ինչ ադրբեջանցիներ խիպտի գան, մի բան արեք, լավ վերջացել է ամեն ինչ բան, բայց դեռևս անհայտ պայմաններում թեբա եկել են, գնացինք առաջ։ հայրենակիցներին ասելով մեջբերում։ Ողջույններ Ամասիայի հենց կենտրոնից կարոտած նայում ենք մեր բնակավայրերին։ Գիտեմ, որ հիմա բոլորի սիրտն էլ այստեղ է։ Աստված տա ամեն ինչ լավանա, որ վերադառնանք մեր հայրական օջախները։ Երբ որ ասում Աստված տա ամեն ինչ լավանա, որ իրենք վերադառնան իրենց հայրենական օջախները, գիտեք ինչ նկատի ունի սիրելի հայրենակիցներ։ Դուք ձեր կարծիքը գրեք կոմենտներում, բայց ես ասեմ ինքը ինչ նկատի ունի։ Ինքը նկատի ունի, որ քանի որ քաղաքականությունն է վարվում Հայաստանում, որ իրանք պետքա վերադառնան, եւ Ալիևն ասել է իրանք պետքա վերադառնան։ Իսկ չի եղել բան, որ Ալիևն ասի ու դա չլինի, դե մենք արդեն փորձ ունենք, տեսել ենք։ Ինքն ասում Աստված տա ամեն ինչ լավ լինի եւ մենք վերադառնանք։ Նկատի ունի, որ հունիսի 7-ի ընտրություններում մեր ժողովուրդը այս իշխանությանը պահի որպես իշխանություն։ Դա Ադրբեջանի համար Աստված տա ամեն ինչ լավ լինին է, որի արդյունքում ադրբեջանցիները պետքա վերադառնան, ասում են մեր բնակավայրեր, մեր տներ, բան։ Մինը լսեք շարունակությունը։ Ադրբեջանցին տեսանյութում նաև վերհիշում է Ամասիայի խորհրդային տարիների տեսքը, մատնանշելով, թե որտեղ են գտնվել Լենինի արձանը, քարե աղբյուրները, խանութն ու ռեստորանը։ Նա հույս է հայտնել, որ ով ցանկանա կկարողանա վերադառնալ։ Եվս անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել։ Ոչ որ բարեկների հետ են զրուցում ադրբեջանցիները, տենց ախպերություն է, ոչ մի խնդիր չկա, սաղ նորմալ է, խաղությունն եկել է։ Կարա մի հատ հայ մարդ գնա Ղարաբաղ, ասի Աստված տա լավ լինի, հետ գանք Ղարաբաղ, վայ Ստեփանակերտն է, այս Ղազաչեցոնց գնա Շուշի, Ղազաչեցոնց եկեղեցին, Աստված տա ամեն ինչ լավ լինի, գանք Ղարաբաղ բան։ Կարա մի հատ հայ իր մեքենայով գնա, մի հատ էլ Ադրբեջանի ոստիկանի հետ խոսա, կարա տենց բան լինի։ Չէ, ժողովուրդ, ասենք Ես չգիտեմ, էլի մենք ինչ ձև ենք մտածում, ոնց ենք նայում այս ամեն ինչին, թե բա Աստված տա ամեն ինչ լավ լինի, մենք գանք ստեղ, Կարան հայերը, ովքեր Բաքվից արտագաղթել են, Մազապուրց, Սումգայիթի ջարդերից հետո, գնան Սումգայիթ, Բաքու, հա, գնան ասեն Աստված տա ամեն ինչ լավ լինի, հետ գանք Բաքու, Բաքվում ապրենք, այս նավթային այս երկրից օգտվենք, այս ամեն ինչից ապրենք, կարա նման բան լինի, հա։ Բայց ոնց է որ ասենք ադրբեջանցի գայց են Հայաստանում Աստված տա, սաղ լավ էլի, բարեկների հետ զրուցում են, ախպեր ջան, բան, Ամասիայի շրջան, մեր բնակավայրերը Լենինի արձանը ստեր դրած, այնին դեր, մեջը նկարագրում է տեսանյութի։ Կարան տես բան լինի։ Դա եղել է, որտեղ էս իշխանությունն է, իշխանություն։ Հասկանում եք ինչա կատարվում սիրելի հայրենակիցներ։ Իսկ որ դուք մտածում եք որ սաղ լավ է, նորմալ է, ամեն ինչ իր հունի մեջ անգե, Իլհամ Ալիևը Մյունխենում Ֆրանս 24 հերոստանգերությանը մի հատ շատ հետաքրքիր հարցազրույց է տվել, մի դրվագ ասում է լրագրողն ասում է պարոն Ալիև, դե Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին դատեցիք, կեսին ցմահ, կեսին 20 տարի բան, ասում է, հա բան, ասում է բայց կարող եք ինչ որ բան անել այս հարցում, պարոն նախագահ, ասում է, ինչ նկատի ունեք, ասում է, շրջեք էջը եւ ներում շնորհեք նրանց, կամ նման մի բան, կարող եք ժեստ անել, դե ֆրանսիացի է, ուզում է հայկական, հայրիմա լավ են, էլի ֆրանսիացի լրագրողը, սա ձեր լիազորությունների սահմաններում է, դե դատվել են, կարա համաներում անի, համաներում անի, բաց թողա գնան տուն։
Նախագահ Ալիևն ինչ է ասում Ադրբեջանը, ասում է, գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ հանցագործությունների համար Ժորժ ջան, ներում բեկում չկա, էլի այդ իմացեք։ Ինքը արդեն դա է վերագրում, գնացինք առաջ։ Պատկերացրեք, ասում է, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունից հետո եւ բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, 2 ամսից ոմանք գան, ասեն, խնդրում ենք ազատ արձակեք նրանց, էլի։ Նույն լրագրողն ասում է, դա նույնն է ձեր համար, այսինքն Հիտլերի ու իր թիմին, Հիտլերն ով որ 6 միլիոն հրյա է միայն այր է, ասենք։ Ասում է Հիտլերին ու իր թիմին համեմատում եք, էլի միտք ասում է, նույնն է ձեզ համար։ Ալիևը պատասխանում է, այո, անկասկած, ավելի վատ ասում է, ավելի վատ, 2 անգամ կրկնում է։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարված։ Ուրեմն արդեն անցել է 4 օր։ Ես նայեմ, ես սպասում եմ։ Միշտ առաջինը ես եմ արձագանքում Twitter-ում, YouTube-ով, չեմ, TikTok-ում, սոցցանցերում, անգլերեն Twitter-ում եմ արձագանքում, հայերեն ստեղ ձեզ համար եմ բացատրում, բան։ Ծպտուն չկա իշխանություն, այս մեկը մի ձեն չի հանում, ոչ մի բան չի եղել, չի տվել Ալիևը sense հանցագործություն։ Ու մարդիկ մտածում են սիրելի հայրենակիցներ, որ հնարավոր է դիստանցավորվել։ Ախր Ղարաբաղի ղեկավարությունն ովքեր էին։ Պահվում էին Հայաստանի կողմից, ճիշտ է։ Հայաստանի իշխանության, Հայաստանի ղեկավարության, Հայաստանի պետական բյուջեի, հետաբար Հայաստանի ժողովրդի։ Եթե նրանք նացիստներ են, նացիստներից բետար հանցագործություն են արել եւ այդ ռեժիմից են, ուրեմն Ժողովուրդ ջան, մենք բոլորս պատասխանատու ենք։ Ուրեմն մենք բոլորս այդ ենք, ինչ որ ինքը նկարագրում է, այդտեղ չեմ ուզում կրկնեմ։ YouTube-ը չդնի փագի։ Հիմա սիրելի հայրենակիցներ, դուք մտածում եք, որ այս մտայնությամբ, այս մտքերով ադրբեջանցիներն այստեղ գալով արդեն գալիս են։ Մարդն ասել է, խաղաղ մեքենաներով գալու են, պատերազմ բան չի լինելու, ճիշտ է ասել։ Պատերազմ լինելու բան չկա։ Ձեզ իշխանությունը ուղղակի վախացնում է։ Հիմա այդ խաղաղ մեքենաներով գալու դեմն առնելու համար մեզ պետքա խոսակցություն սրա մասին, անկեղծ խոսակցություն եւ մարդիկ, ովքեր կոմպետենտ կլինեն այս հարցերով զբաղվելու։ Այն ինչ որ տեղի ունենում վաղը մյուս օրը այս իշխանությունը եթե մնաց, չի կարա միջազգային հանրությանն ասի, թե խի չեն ուզում կամ խի են դեմ, որ ադրբեջանցիները վերադառնան։ Չի կարող նման բան ձևակերպվել, որովհետեւ որ ամեն ինչ լավ է, որ խաղաղության մրցանակ է ստանում, որ հիմա գալի գնում են sense բան, ու սա միակողմանի է էլի, ֆիքսեք, սա միակողմանի է։ Դուք չեք կարող գնալ Լեռնային Ղարաբաղ հիմա դեպ ասել, մեր պապերը ստեղ են ապրել, մեր սով մաշտոցը հիմնել առաջի դպրոցը ստեղ, լա բանը վանքերը, բաները, բան։ Հասկանում եք ժողովուրդ էս ինչի մասն է խոսքը գնում։ Սա միակողմանի process է, սա Հայաստանը վարի տալու process է։ Ես process-ի գլխին կանգնացա այս իշխանությունը։ Այդ պատերազմի վաղ բան, սա սուտ է, ձեզ վախացնում են այդ ամեն ինչով։ Դիմաց ընտրությունները դուք հնարավորություն ունեք այս ամեն ինչը կանգնեցնելու։ Չի լինելու այնպես, որ դուք հնարավորություն ունենաք, ես չգիտեմ ով է ուզում գնա Բաքու ապրի, բայց չգիտեմ որ հնարավորություն ունեք գնաք Բաքու ապրելու, Սումգայիթ ապրելու ձեր տներում։ Այն փախստականներին եմ ես դիմում, ովքեր որ այստեղ են։ Արդեն մի քանի սերունդ տված, այնտեղ թորներ ունեն այդ մարդիկ արդեն։ Բայց իրենց վերադարձը շատ ռեալ է, ու իրենք վերադառնում են։ Մինչև ստեղ մենք իրար ենք կոտորում, կրակում են իրար վրա, դանակարում, սպանում, ոստիկանություն բան գոյություն չունի, այդ ամբողջ համակարգը բանը, ինչի համար առավոտ 8-ին կանգնած շվացնում են, որ խաչմերուկները կարգավորեն, այն դեպքում որ 21-րդ դարում արհեստական բանականության մեջ ծրագիր կարելի է դնել, որտեղ խցանում է, այդտեղ կարմիրը բացի, փագի, որտեղ պետքա կանաչ բացի, բան չէ, ամբողջ բարեկային ծառայություն որ պետքա հանցավորության դեմ պայքարի, առավոտը 8-ից շվացնում է, որ խաչմերուկ կարգավորի, իր գունը 4-ից 5-ից էլի շվացնում է, որ խաչմերուկը կարգավորի։ Սա չկառավարվող երկիր է, ստե ոչ մի բան չի արվում։ Ստե միայն լափելու մասին է խոսակցությունները, թալանելու մասին է խոսակցությունները, եւ շարունակում են թալանել բոլորին, այս ժողովրդին, այս երկիրին, այս բոլորիս, ինչ որ կա։ Բայց դրա հետ նաեւ մենք պետք է դիմավորենք ադրբեջանցիներին։ Ես էի ուզում ասեմ ժողովուրդ ջան, որ մի քիչ սթափվենք, հասկանանք դիմացի ինչ է, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ընտրություններին մասնակցել, մեր կուսակցությունը հայտարարություն է արել, որ մենք պատրաստ ենք անկուսակցականների ներգրավել մեր համամասնական ցուցակում։ Օրենքով 30% իրավունք ունենք եւ ամեն անգամ սա արել ենք, կարող եք դիմել եւ գրանցվել։ Ես լինքը կդնեմ այստեղ նյութի տակ, որ կարող եք գրանցվել եւ մենք կհրավիրենք ձեզ հանդիպման։ Ընտրությունների միջոցով ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք հայտնվենք պարլամենտում, մենք կարող ենք այս ամեն ինչը կանգնեցնել։ Դուք գիտեք, որ մենք գիտենք դրա ձևը, որտեղ եթե մի բան կարող ենք կանխատեսել, նաև կարող ենք դրա դեմն առնել։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։